Ես ուրեմն մեջտեղ կանգնեմ։ Դες չնայես ինձ։ Ահե, գնաց ինձ քաշում է։ Երեկ, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտել է Սուրբ Աննա եկեղեցի մասնակցելու պատարագին, ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից, վարչապետի դուրս գալու ժամանակ եկեղեցում գտնվող քաղաքացիներից մեկը փորձում է հարվածել Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո սկսվում է հրմշտոց եւ աղմուկ։ Իսկ երբ տվյալ անձին վարչապետի անվտանգության աշխատակիցները դուրս են բերում եկեղեցուց եւ փորձում կարգի հրավիրել, գործի են անցնում եկեղեցու դպիրները եւ այլ քաղաքացիներ, որոնք փորձում էին խոչընդոտել անվտանգության աշխատակիցների օրինական գործողությունները եւ խոչընդոտում կատարել նրանց մասնագիտական պարտականությունները։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով խուլիգանությունը եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել է։ Նշվում է, որ այս պահին 3 անձ ձերբակալվել է։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։ Նրա խոսքով քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով անձը պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Ինչ վերաբերում է խուլիգանությանը, փաստաբանն ասաց. Ցանկացած անձ պետք է հասկանա մի բան, եթե ինքը հանրային միջավայրում հանրային բարքերը խախտում է, այսինքն կատարում է հայոհանք, բռնություն, սպառնալից կոչեր անջեցում հանրային միջավայրում, դա արդեն խուլիգանության հանցակազմ է իր մեջ պարունակում։ Այսինքն ինքը գիտակցում է, որ ինքը գտնում է հանրային միջավայրում, ինքը կատարում է ոչ իրավաչափ, դրսևորում է ոչ իրավաչափ վարքագիծ։ Սա արդեն բովանդակության առումով խուլիգանություն է իրենից ներկայացնում։ Կոնկրետ եթե մենք արդեն մասնավորեցնում ենք հայաստանյան վարչապետի հետ կապված դրվագին, ինքը հարցը ոչ միայն վարչապետին ուղղվածն է, հարցը նաև բոլորիս ուղղվածն է, հանրությանն ուղղվածն է, այնտեղ գտնվող մարդկանց, նայողներին, այսինքն երբ որ նկարահանվում է, չէ՞, այդ ամեն ինչ, ինքը գիտակցում է, որ սա հազարավոր մարդիկ օրինակ տեսնում են։ Առավել եւս գտնվում է սուրբ միջավայրում եւ առավել եւս այնտեղ պետք է պահպանել լռությունը, որովհետեւ այնտեղ սուրբ պատարակամատություն, օրինակ հոգևորի խոսքն է ասվում, հասկանում եք, որովհետեւ այդ նպատակը, այդ միջավայրը դրա համար է նախատեսված, ինքը աղոթատեղի է։ Եթե աղոթատեղում դու անում ես, դա ավելի ծանրացնում է, այսինքն ակնհայտ է դարձնում, որ դու ըստ էության այստեղ բնականաբար ոչ պատշաճ վարքագիծ ես դրսևորում։ Նա նաև նշեց, որ այն ինչ որ կատարվել է, դա ոչ թե բացասական է, այլ իրապես քննության ենթակա հանգամանք է, եւ դա չի կարող քննության չենթարկվել, եւ երբ որոշ շահագրգիռ կողմեր պատկերացնում են, որ այդ անձինք չպիտի ձերբակալվեին, ապա ինքը որպես մասնագետ կարծում է, որ հակառակը չձերբակալվելու դեպքում կստացվեր, որ անգործություն են դրսևորել։ Ոնց կարելի է օրինակ գետի Հայաստանի Հանրապետության վարչապետի, որ բոլորը ճանաչում են, փորձել ենթադրենք կներեք կամ հայոյել, կամ բռնության գործադրել, կամ փորձ կատարել, ոնց կարելի է դառնալ, չէ՞ որ այդ վարչապետը արդյունքում ընտրվել է հանրության կողմից։ Այսինքն սա սովորական միջանձնային հարց չի։ Փաստաբանի խոսքով, եթե նման բան տեղի ունենար մինչև 2018 թվականին իշխանությունների օրոք, ապա նման արարք թույլ տված անձինք օրենքին ոչ արիր պատասխանատվության կենթարկվեին կամ անձինք փորձ չէին անի, եւ հանրությունն այդպիսի բազում օրինակներ իր աչքով տեսել է։ Փաստաբանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անբարյացակամ ու անշնորհք վերաբերմունք ցուցաբերած մի քանի դեպքեր, նշելով սակայն, որ այդ մարդկանց հետ միջադեպից հետո ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ նախկինների հետ համեմատության եզրեր չկան։ Մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն է, եւ դա հանրության կարծիքն է։ Կամ օրինակ շատ վերջերս ավելի թարմ օրինակ, երբ որ Արտաշատում թե վարչապետը փորձում է մտնել առևտրի տեղ եւ նրան ուղղակի դուրս են հրավիրում։ Օրինակ ես ասեմ, որ այստեղ նույնպես իրավունք է խախտվել, այսինքն այդ անձը իրավունք չուներ ոչ միայն վարչապետին, ցանկացած անձի դուրս հրավիրել, որովհետեւ դա հանրային առևտրի տարածք է, այսինքն յուրաքանչյուր ինքը չի որոշում, թե ով գա ում սպասարկի կամ ում չսպասարկի, դա այդպես է։ Հետո տեսնում ենք ինչ է կատարվում, բնականաբար ոչ մի բան չի կատարվում, անձը եթե այդ սահմանները սահմանազանցում է, բնականաբար անձը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Իմ գնահատմամբ այդ պատասխանատվությունը պետք է առաջանա, այսինքն ցանկացած դեպքում, եթե անձը սահմանազանցես, պետք է պատասխանատվություն առաջանա։ Եթե այդ պատասխանատվություն չի առաջանում, առաջացնում է դժգոհություն։ Սա նույնպես վկայում է հետադիմական ռեժիմի մասին։ Այսինքն եթե անձը չի պատժվում իր կատարած արարքի համար կամ առնվազն որևէ ձևով օրենքի տառին համապատասխան որևէ պատասխանատվություն չի կատարում, նշանակում է մենք նորից հետ ենք գնում, որ դա էլ է սխալ, իհարկե, բայց ես հասկանում եմ նաև կա հանդուրժողականության խնդիր, որովհետև կա նաև բազմաթիվ իրավական դատական ակտերով նաև միջազգային հավաստվել է, որ պաշտոնատար անձիկ ամեն դեպքում իրենց հանրային գործունեության ընթացքում պետք է ավելի բարձր այսպես ասած մոտեցում, ավելի բարձր զգուշողականություն ու համբերություն դրսևորել
ինչը իմ կարծիքով առավել քան դրսևորվում է առնվազն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։ Իդեպ, ինչ վերաբերում է դպիրների պահվածքին, փաստաբանն ասաց, որ դա եւս պետք է քննության առարկա հանդիսանա, եւ դպիրներն առնվազն որպես միջադեպի մասնակից պետք է կանչվեն հարցաքննության։ Այս առնչությամբ տեղին է ներկայացնել Կտրիչ Ներսիսյանի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի Facebook-յան գրառումը։ Նա մասնավորապես գրել է. Եկեղեցու Սուրբ Խորանի դպիրները Սուրբ Պատարագի ժամանակ աղոթքի փոխարեն եկեղեցու բակում համաժամանակյա ծեծկռտուք են հրահրում։ Հայ եկեղեցու բարենորոգման եւ ապաքաղաքականացման արդյունքում դպիրները կսովորեն եկեղեցում իրենց իրական գործառույթները։ Մենք նաեւ ցանկանում ենք հատկապես հանրության ընդդիմադիր հատվածին, որոնք շատ են սիրում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ համեմատականներ անցկացնել, հիշեցնել, թե տարիներ առաջ ինչպես են Վլադիմիր Պուտինի անվտանգության աշխատակիցները հարվածում եւ գետնին տապալում Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղղությամբ վազող կանանց։ Դե իսկ հայաստանյան իրականության մեջ թերևս ամենահայտնի ու հասարակությանն ամենից շատ ցնցած դեպքը Առագաստ սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանությունն էր, որին սպանել էր Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը Քոչարյանին պրիվետ ռոբ ասելու համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։